գնում եմ Արմենի հետ զրուցելու, որովհետև իր հոգու աչքերը շատ ուժեղ են։ Ուզում եմ ջերմ ողջույններ փոխանցեք Արմենին, ասեք, որ իր նախաձեռնած գաղափարը ապրում է։ Ինչ ափսոսանքով եմ ես հեռանում Դավիթ խաղերի այս ճամբարից։ Ես փաստորեն հասա Կապան հենց Դավիթ Բեկի արձանի մոտ եմ։ Իմ հաջորդ զրուցակիցը Արմենը հենց Դավիթ Բեկի արձանի մոտ եմ ապրում եմ։ Այսինքն Դավիթ Բեկյան մեր արկածը եւ մեր հարցազրույցները շարունակվում են։ Եվ այստեղ էկոզբոսաշրջիկների տեղեկատվական աջակցության կենտրոնն է, որը հենց Արմեն Ղազարյանն էր հիմնել, քանի որ նա ուներ բազմաթիվ այսպիսի զբոսաշրջային գաղափարներ։ Տեսողության բացակայությունը չի խանգարում մարդկանց տեսնել, չի խանգարում։ Տեսնել ճշմարտությունը, տեսնել խնդիրների խորքը, տեսնել լուծումները։ Եվ հենց այդպիսի մարդ է Արմեն Ղազարյանը, որին ես անպայման Կապանում կայցելեմ, քանի որ Արմենից է սկսվել այս ամենը։ Բարև ձեզ։ Ես եկել եմ ձեզ հյուր։ Ես ուղղակի հպարտ եմ, որ մեկ անգամ ինձ հաջողվել է այսպես ուղեկցել Արմենին այն եկեղեցու շուրջը, որի տեղում նախկինում իր դպրոցն է եղել։ Ես օգնում եմ նրան, իբրև թե ես օգնում եմ նրան չսայթակել, բայց ճիշտն ասած, այս փողոցներով քայլելու համար, այս քաղաքում շրջելու համար անգամ աչքեր պետք չեն Արմենին, նա ամեն ինչ շատ լավ գիտի, ամեն ինչի տեղը գիտի եւ ինձ ցույց տվեց շատ բաներ, որ ես չէի նկատում տեսնելով, իսկ ինքը գիտի այդ ամենը ուղակի մտքով։ Եկեղեցու տեղը դպրոցն էր ու 1985 թվականին, երբ որ ես ավարտում էի, երկրաշարժ եղավ ու վերջին 2 ամիս մենք ուրիշ տեղ սովորեցինք ու դպրոցը արդեն ավարինի էր, ինքը 20 քանի թվականին ստեղծված դպրոց էր ու այդ 85 թվականից հետո այդ դպրոցում արդեն ոչ մեկը արդեն չէր սովորում, իսկ մի քանի տարի անցավ ու դպրոցի տեղը եկեղեցին սարքեցին ու ինչ որ առումով ես երջանիկ եմ, բայց ամեն անգամ երբ որ գալիս եմ եկեղեցի, ես հիշում եմ, որ այստեղ իմ դպրոցն ա եղել ու ասենք ես հիշում եմ, որ այստեղ եղել է դաշտը, այստեղ եղել է այսինչ կորպուսը, այստեղ եղել է դպրոցն էլ է ինչ որ իմաստով եկեղեցի եւ եկեղեցին շատ մեծ իմաստով դպրոց է։ Իսկ այս կամուրջը ես հիշում եմ հիմա նայեք շատ բարեկարգ կամուրջ է, իսկ ասենք առաջի դասամ, երկրորդ դասամ ես հիշում եմ ինքը դեռ փայտի էր ու նաև տարբեր տախտակներ չկային ու մենք ասենք այդպես քանդիր բազի նման, լարախաղացի նման անցնում էինք ու այս գյոլն էլ ոնց որ Վաչագան լիճը, Վաչագանի այս գետի այս բանը, որ ջուրը թափում է, նո հիմա թազա են սարքել, բայց էլի նույն տեղը էլի բան էր, էլի ջուրը թափում էր ու այս գյոլը կարելի ասել ես այս աչքի տակ, ասենք վերջին ես 57 տարեկան եմ հիմա, ասենք ու սկսած իմ 5 տարեկանից 52 տարի է, ոնց որ այս գյոլը անդադ տեսնում եմ, ինքը չի փոխում ու նաև այս մոտից միշտ դուք նայել եմ ու ես սովորել եմ։ Արմեն, հետաքրքիր է, որ դու հիմա չես տեսնում, բայց գիտես ճիշտ տեղը։ Գիտես գյոլի տեղը, գիտես Խուստուփի տեղը։ Այդպես ես դու զգում այս քաղաքը։ Եվ քո եկեղեցի դպրոցը։ Մի տեսակ ես հուզվեցի։ Եթե ես մտածեցի, որ եթե իմ դպրոցը հանկարծ քանդեին, այո, եթե իմ դպրոցը հանկարծ քանդեին, ես կուզեի, որ դրա տեղում կառուցվեր եկեղեցի, բայց դա միայն քեզ է բախտ վիճակվել։ Այս մասում տարական դասարաններն են եղել, ու այստեղ եղել է, ասենք, նկարչության այդ բլոկը, եղել է բանը, հիմնական կորպուսը, Այստեղ աստիճան կա։ Նեն անկյունում եղել է արհեստանոց։ Իսկ Դավիթ Բեկի ժամանակներում մարդիկ ինչպիսին էին։ Իրականում մենք Դավիթ Բեկի մասին քիչ բան գիտենք, որ ինքը, ասենք, հայ ժողովրդի պաշտպանն էր, շատ քաջ էր եւ դրական բաները, բայց մնացածը ոնց որ մենք ինչ որ ձևով հնարում ենք, բայց լավ իմաստով, ինչ նկատի ունեմ, նայեք, քանի որ Աստված ինքը իր պատկերն է մարդկանց մեջ դրել ու 100% է դեպքում այն լավը, որ մենք անգամ հնարում ենք, անգամ այն լավը, որ մենք հնարում ենք Դավիթ Բեկի համար, հաստատ Աստված այդ Դավիթ Բեկի համար ոնց որ էլի պատրաստել էր, էլի, ասենք տեքստային շատ քիչ բան կա Դավիթ Բեկի հետ կապված ու մեր լավագույն պատկերացումները նաև միացնում ենք այն կերպարի հետ, քաջ հայրենասեր, որը փաստագրված է։ Այո։
Դավիթ Բեկի ժամանակներն էլ շատ բարդ ժամանակներ էին։ Հայաստան աշխարհի համար այստեղ աստիճան ունենք եւ Սյունիք աշխարհի համար շատ բարդ ժամանակներ էին, բայց Դավիթ Բեկը իր նախկիններից տարբերվում էր հատկապես այդ դրանով, ինքը մաղ էր, ինքը փորձում էր գտնել այն ճիշտ միջինը եւ հարևանների հետ եւ ներսում եւ դրսում։ Մենք շատ քիչ բան գիտենք, մենք մենակ գիտենք դիվանագետեր։ Դիվանագետ էր, հենց դա եմ ասում։ Ուզում էր մաղեր եւ թողներ այսպես օգտակար հատիկը։ Բայց դե ինչպիսի դիվանագետ էր, մենք չգիտենք, էլի։ Այն գիտենք, որ ինքը սկզբից ասենք այդ ապստամբությունը պարսիկների դեմ էր եւ թուլացավ կայսրությունը, բայց հետո եւ Օսմանյան վտանգը ստեղծվեց, ինքը միացավ պարսիկների հետ պայքարելու թուրքերի դեմ, այդ իմաստով ինքը բավականին ճկուն էր, այդ դրական է։ Ինչպես եւ խոստացել էի, ես տեղափոխվեցի Կապան, որպեսզի գտնեմ այս հրաշալի գաղափարի Դավիթ Բեկյան խաղերի հեղինակին։ Գաղափարի հեղինակը Արմենը Ղազարյան, այս պահին իմ զրուցակիցն է։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք ինձ հետ զրուցել։ Դե շնորհակալություն։ Ինչպես գաղափարը առաջացավ։ Այդ ճանապարհը մի քիչ զիգզագով էր։ Ես 2013-ից տեղափոխվել եմ իմ հայրենիք, վերադարձել եմ ու զբաղվում էի туриզմի զարգացմամբ, ենթակառուցվածքների, ինչպես նաև ասենք ինչ-որ գաղափարների իրականացման բրենդինգի համար ու օրից մի օր մտածեցի, որ կարելի է նմանակել Fort Boyard-ը, մենք ունենք հրաշալի բերդ, Հալիձորի բերդը, որ Դավիթ Բեկի հետ է կապված ու մտածեցի կարելի է այդ գաղափարը իրականացնել, բայց այդ ժամանակ ցավոք սրտի մարդիկ չգտնվեցին, ում հետ ես կարող էի դա անեի, ցավոք սրտի կամ միգուցե ճիշտ է այդ ու պատերազմից հետո ես եւ իմ ընկերը Տիգրան Բունյացյան զրուցում ենք թե ինչ կարելի է անել, որպեսզի պատրաստ լինենք արավիկներին, որպեսզի ուրիշ հասարակություն ունենանք ավելի պատրաստ, ավելի ամեն ձևի պատրաստ ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ ֆիզիկապես եւ հոգեպես ամեն ձևի պատրաստ եւ միտքս եկավ այդ 5 գաղափարը Դավիթ Բեկյան խաղերը, բայց այս անգամ մտածեցի, որ այս գաղափարը կարելի է օգտագործել, ասենք ձևափոխելով, որպես երիտասարդության խաղեր, որտեղ նրանք կմրցակցեն եւ մրցակցության միջոցով կպատրաստվեն։ Ես նաեւ հրապուրված եմ, այսպես ասած, փիլիսոփայության մանավանդ ինչ վերաբերում է կրոնական փիլիսոփայությանը ու կա այսպեսի գաղափար, ինքը կոչվում է ամբողջական մարդու գաղափար, կոնցեպտը целостного человека, էլի, եւ այդ գաղափարի մեջ կարեւոր է որ մարդը ինքը եւ ֆիզիկապես եւ հոգեվոր եւ մտավոր զարգացում ունենա եւ ես մտածեցի որ Դավիթ Բեկյան խաղերը հրաշալի հնարավորություն է որպեսզի երիտասարդներին դաստիարակել բազմակողմանի, որտեղ մենք ինչ խնդիրներ ունենք։ Մենք ունենք, այսպես ասած, խելացիներ, ռուսերեն ասած բատանիկներ, որոնք խելոք են, բայց միևնույն ժամանակ ֆիզիկապես թույլ են, հա։ Մենք ունենք, ասենք, չգիտեմ, ֆիզիկապես ուժեղ, որոնք միևնույն ժամանակ, ասենք, պատմությունից կամ ինչ-որ ինտելեկտուալ բաներից կարող է հեռու լինել մտավոր ուժեղ չեն եւ նրանք եւ ունենք ընդհանուր խնդիր եւ ֆիզիկապես ուժեղների եւ մտավոր ուժեղների համար ընդհանուր խնդիր ունենք որ իրենց արժի համակարգը ճիշտ ձևաչափված չէ ես այդ ամեն ինչը գալիս է այդ հոգեվոր իսկ այդ ամեն ինչը պետք է հոգեվոր արժեքներից կա ու դրա համար այսպես այդ կոնցեպցիան ծնվեց որ անպայման պետք է լինեն քրիստոնեական արժի համակարգի հետ կապված բաներ պետք է լինի ֆիզիկական պատրաստվածություն պետք է լինեն ինտելեկտուալ մրցույթներ սկսած շախմատից մինչև վիկտորինաներ ու նաև մշակութային կոմպոնենտներ մեզ համար կարևոր, քանի որ այդտեղ ինքնության հարց կա, ասենք դու պետք է ազգային, պարազգային երկը պետք է իմանաս։ Սկզբից այդ մրցույթային էր, բայց կամաց հասկացանք, որ այդտեղ դժվար է մրցել, շատ սուբյեկտիվ է։
շատ սուբյեկտիվ է ու արդեն երկի բարի այդ մշակութային կոմպոնենտը ինքը դարձավ ավելի որպես ոչ մրցութային հավելյալ կոմպոնենտ։ Ես կարող եմ ձեզ ասել, որ ձեր գաղափարը հնարավորինս լավ իրականություն է դարձել։ Հնարավորինս լավ, գիտեք, երիտասարդները, որոնց ես այնտեղ տեսա, ընդհանրապես մի խաղի պահի հասավ, պարանի ձգում էր դա, եւ հետո գնացին ճաշելու, նրանց տեսա ճաշելու պահին, աղոթեցին, նստեցին, ճաշեցին, շատ մի տեսակ առողջ բան կար այս ջահելների մեջ, շատ իրենք կյանք կար իրենց մեջ եւ հետաքրքրություն կար իրենց արածի նկատմամբ եւ պատկերացնում եք, մեկը չկար, որ ձեռքին հեռախոս լիներ, հեռախոսով զբաղվեր, մեկը չկար, որ այդ ընդհանուր շարային կարգից շեղվեր, ուշանար կամ ինչ որ մի այսպես չեմ ուզում այդքան խիստ ասել, բայց ինչ որ մի փոքրիկ գոնե երիտասարդական ցինիզմ նկատեի պարտականությունները կատարելու առումով։ Դա ուղղակի հրաշք էր տեսնել միաժամանակ այդքան այդ դժվար տարիքի երիտասարդներին այդքան առողջ եւ այդքան, այսպես ասած, շատ լավ կազմակերպված։ Եվ ինձ հետաքրքիր է, ինչպես են ընտրվում, դուք ինչպես եք պատկերացրել, որ հնարավոր է լինելու մեր այս դժվար էլեկտրոնային դարում գտնել այդպիսի երիտասարդների։ Չէ, որ իրենք էլ համ լինեն իրենք, համ ուզենան գալ, ոչ որ իդեալ իրականություն են դարձնում հենց այդ երեխաները իրենց ներկայությամբ։ Նայեք, մենք ոչ թե գտել ենք հատուկ այդպիսի երեխաների, որ այդ բոլոր բաները ունենան, այլ մենք ստեղծել ենք սիստեմ, որ այդպիսի երիտասարդները այդպեսին դառնան, այսինքն դու հեռախոս կարող ես ունենալ, կարող ես շատ լավ հասկանալ հեռախոսը ոնց է օգտագործվում, բայց եթե այս րոպեին պետքա որ դու, գիտեմ, կես ժամվա մեջ անցնես այսինչ տարածքը, դու ժամանակ չունես հեռախոսով զբաղվելու կամ եթե դու եկել ես հոգնած, դու ինքան ես հոգնած, որ դաժե հեռախոսի ժամանակ չունես, նայեք, հեռախոս այսօրվից ոչ միայն գործիք է, ինչ որ կոմունիկացիոն գործիք է, ինքը նաև հորմոնների աղբյուր է, դոֆամինային աղբյուր է։ Իսկ երբ որ մենք առաջարկում ենք բնական հորմոններ, այդ ժամանակ այդ հեռախոսը իր տեղն է մնում, ասինքն ինքը օգտակար բան է, բայց անհրաժեշտություն չկա անընդհատ դրա մեջ։ Հա, ասինքն եթե դու ունես հորմոնների բնական ելք, ֆիզիկական ասենք պատրաստվածությունից, ֆիզիկական ջիքերից կամ եթե դու ասենք բարից, երգից, շփումից, երբ որ այդքան դրական էմոցիաները գալիս են այդ թվում ֆիզիոլոգիական հորմոնների միջոցով, հեռախոսը գալիս է ընկնում իր տեղը։ Իհարկե որոշակի կարգապահական կանոններ էլ կան, բայց այդ ամեն ինչը նաև այո, կային կանոնները եւ նրանք ենթարկվում էին, նրանց համար հաճելի եւ հետաքրքիր էր գտնվել այդ խաղի մեջ։ Դա ամենահետաքրքիրն է, որ որպես գաղափար դժվար բարդ գաղափար է, բայց իրականացվել է շատ գեղեցիկ եւ այս պահին թվում է նույնիսկ թվում է թե դա կարելի է հեշտ անել, բայց դա իհարկե հեշտ չի։ Այդ գաղափարը հեշտ չի։ Գաղափարը ինչպես նաև այդ առաջին գաղափարը տուրիստական կարող էր օդի մեջ մնալ, եթե չլինեին մարդիկ, ովքեր այդ ամեն ինչին հավատացին, առաջին հերթին իմ ընկերոջն եմ ուզում նշել Տիգրանի Բունյացյան, բայց նաև թիմի մյուս բոլոր անդամները, մեր Դավիթները, մեր Արինան, մեր Արտուրը, ողջ թիմը, ասենք առանց այդ թիմի իմ գաղափարը մնալ գաղափար ու ինչ որ երևի Աստծուն հաճո էր այդ ամեն ինչը, որովհետև թիմի համար անհրաժեշտ մարդիկ իրանք գտնվեցին, ճիշտ ասած ես զարմանում եմ, որ Աստված ինձ է ընտրել այդ գաղափարը տարածելու համար։ Ինչեր չարժե զարմանալ, Աստծո գործերը անքննելի են եւ Աստված ամենալավը գիտի ում ընտրի եւ ինչ ընտրի, այո։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ այդ գաղափարը նաեւ որոշակի արժեք տվեց իմ կյանքին, որպեսզի ես ինձ լավ զգամ ու Եվ մենք շնորհակալ ենք ձեզ, որ այդ գաղափարը Աստված ձեզ է տվել։ Աստծո շնորհակալ ենք ու ձեզ է տվել եւ դա կարող է շատ զարգանալ, դա կարող է իրոք շատ եթե երևի թիմը մեծանա եւ հնարավորությունները մեծանա, գուցե եւ ամեն երիտասարդ այդ տարիքում պետք է որ գոնե մի խաղաշրջան անցնի Դավիթ Բեկյան խաղերը, որովհետեւ ես տեսա այն ապագայի գանգրահեր Ну, это մի ֆանտաստիկա է, որ բոլոր երիտասարդները, բայց ինձ թվում է
այդ անհրաժեշտ էլ չի, ասենք եթե լինի որոշակի քրիտիկական մասսա, եթե լինի որոշակի տոկոս, էլի, ասենք 3, 4, 5 բոլորը ընդհանրապես չի կարելի ասել որևէ բանի մասին, ես ուզում եմ ասել մեծ մասը, եթե Դավիթ Բեկյան խաղերը տարածվեն այնքան, որ ասենք մարդիկ ուղղակի ասեն դուք անցել եք Դավիթ Բեկյան ու շատ մարդիկ իմանան դրա մասին, ասեն հա ես էլ եմ եղել, ինչ որ մի փուլ, ինչ որ մի տարիքում, չէ՞ որ այնտեղ ինչքանից է 14-ից 17 հնարավոր է էլի որ ինչ որ մի խաղաշրջանի երեխաները գան մասնակցեն եւ տեսնեն որ կա իրենցից դուրս այդպիսի մի իրականություն, որտեղ գիտեք աշխարհը մի տեսակ հին էր այնտեղ աշխարհը, նոր չէր։ Այսինքն որ չկային այդ հեռախոսները, մեր հին ճամբարներին էր նման։ Եվ այնքան առողջ էր այդ մթնոլորտը։ Վրաններ էին, չկային հեռուստացույցներ, չկային, հասկանում եք, այդ ամեն ինչը մի ինչ որ երկար ժամանակ մենք ինչ որ ձևով ապրել ենք, հետո շատ փոխվեց միանգամից, չէ՞ ամեն ինչ։ Դավիթ Բեկի ժամանակներից մինչև, ասենք, իմ ու ձեր երիտասարդ տարիները քիչ բան էր փոխվել այդ խաղային համակարգում։ Իսկ հիմա այդ երեխաները մտնում են այդ հին ժամանակները ու դա հաճելի է։ Ну, հավերժական ժամանակներ կասեի, որովհետև ասենք ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ասենք այդ արժեքները եւ հոգեվոր եւ մտավոր եւ ասենք ֆիզիկական արժեքներ, իրանք գալիս են հին ժամանակներից։ Դա Պարանի ձգումը երևի Դավիթ Բեկի ժամանակ էլ է եղել, այսօր էլ է եղել, խարույկ վառելը մեր նախնադարից, մենք հիշենք, ասենք օլիմպիադաներ հիշենք եւ այլն։ Մենակ ասեմ ինչն է փոխվել իմ պատկերացմամբ, էլի, ասենք եթե հին հույների համար, ասենք իդեալը նրա մեջ էր, որ իրանք ասում էին, որ առողջ մարդու մեջ, առողջ մարմնի մեջ լինի առողջ հոգի, հիմա մենք որպես քրիստոնյա մենք այս ֆորմուլան փոխում ենք ու ասում ենք առողջ հոգու մեջ լինի առողջ մարմին, քանի որ հոգին իհարկե ինքը մեծ է մարմնից եւ թող առողջ հոգու մեջ լինի առողջ մարմին։ Այո։ Առողջ հոգին լինի առողջ մարմնում։ Կամ հոգու մեջ լինի մարմին, հա, չէ, այդտենց ավելի լավ է։ Մարմինը թող լինի հոգու մեջ։ Մարմինը թող լինի առողջ հոգու մեջ, որտեղ հոգին ավելի մեծ է։ Շնորհակալություն ձեր մեծ գաղափարի եւ մեր այս փոքրիկ հարցազրույցի համար։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք Աստծուն։ Իհարկե, ես պետք է նշեմ շնորհակալություն հայտնեմ ամբողջ թիմին, Դավիթները, Ալինան, Արտուրը, Անին, հետը բոլորը պետք է բոլորին շնորհակալություն խորին հայտնեմ, որտեղ առանց նրանց գաղափարը իրականություն չէր դառնա։ Մտենք եկեղեցի, կուզեք։ Գնանք։ Այստեղ մի աստիճան մեզ կհանդիպի եւ մենք կմտնենք դպրոց, ուզում եի ասեի։ Այո, եկեղեցի։ Հասկանալ Աստծո կամքը։ Աստծո կամքը, այո։ Մի տեսակ այո, այս եկեղեցին չի թվում նոր։ Սա թվում է հին եւ մեր եկեղեցիներից հինավուրց։ Ես ուրախ եմ, որ ինքն Մեսրոպ Մաշտոցի անվանը։ Ահա։ Եվ ինձ թվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց։ Պատահական չէ, որ դպրոցի Արմեն, իսկ գիտես որ վերցրեցին Մեսրոպ Մաշտոցի նկարը հանեցին այբենարաններից։ Այդպիսի բան արեցին։ QR կոդ արեցին։ Շատ ցավոտ թեմա է, շատ սխալ։ Ներողություն եմ խնդրում ես Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծահայիր եկեղեցում դրա համար։ Ես եւս։ Դուք եւս միասին։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին։ Մեր հարգարժան զրուցակից Արմեն Ղազարյանի դպրոցն է եղել այստեղում։ Այնքան երջանիկ եմ, որ Արմենը բերեց ինձ այստեղ եւ ցույց տվեց այս եկեղեցի դարձած իր դպրոցը։ Նոր եկեղեցի, ինչպես է եկեղեցին սրբանում, իր մեջ հնչած աղոթքներով։ Ու երևի այստեղ երեխաներ են սովորել, եւ այդ երեխաների այսպես ոգին է, որ այս եկեղեցին մի տեսակ Այլա եւ այդպես ասել։ Այո։